Հովհաննեսն ինձ շատ է դուր գալի այդ համարը։ Ես հիշում եմ, այս համարը առաջի անգամ ես լսել եմ, ես նոր էի ապաշխարում, երբ այդպես ծանոթ չէի Սուրբ գրքին, դեռ չէի հասցրել միգուցե կարդալ ավետարանը գոնե մինչև վերջ եւ Ավշար գյուղում այն ժամանակ sense շենքեր չկար, եղբայրական ծառայություն էր եւ եկել էր եղբայրական անելու մեր Ռաֆի եղբայրը։ Եվ աչքիս առաջ է այդ օրը ինքը եղբայրականի խոսում էր ու մի հատ հարց տվեց, ասեց առաջին Հովհաննես 3:8 ինչ է գրում եղբայրներ ոչ մեկը չկարողացավ ասել Ես երևի որպես ամենալավ հիշողություն ունեցող կարող է ես կարենայի ասեի, բայց ես էլ չկարեցա ասեմ ինչա գրած նոր էի հավատքի մեջ հիշում եմ իրա բառերը Ռաֆի եղբոր վերջում ասեց եղբայրներ ավետարան կարդացեք բայց սա ուժեղ համար է շատ Աստծո որդին հայտնվեց երկրորդ հատվածը որ սատանայի գործերը քանդի Ամեն Աստծո որդին Հիսուս Քրիստոսը գիտեք ամենագլխավոր հայտնվելու պատճառներից մեկը եթե ոչ ամենա որ ինչ անի որ սատանայի գործերը քանդի գիտեք դա ինչ էր միջև այդ չկար մեկը չէր եկել մեկը չէր ծնվել մեկը հնարավորություն չկար հասկանում եք իրար սատանայի գործերը քանդելու բայց Աստված ուղարկեց, այն որ ասում ես Հիսուս ծնվավ եւ հայտնվավ է, այդ հայտնվել է որ սատանայի գործերը քանդի։ Եվ ո՞րն է սատանայի գործը։ Մեղքը, սպանությունը, դատապարտությունը, շնությունը, պոռնիկությունը, ինչպես գրում է Սուրբ Գիրքը, մոլությունները, հարբեցությունները, հայոյանքները, բամբասանքները, խռովությունները, կռիվները, վեճերը, ատելությունները, ու գողանալը, սպանելը, սուտ խոսալը, այս ամեն ինչ որ կա, այս ամեն ինչը սատանայի գործ է ու միլիոն հատ էլ դրա վրա կարանք ավելացնենք, բայց նա Աստծո որդին հայտնվեց, գիտեք հայտնվել բառից դուր է գալիս Գիտեք դա ինչի նման է, որ ամեն ինչ անմիս վիճակում է ոչ մի բանը, սենց չկա մի բան, որ փրկի մեկ էլ հանկարծ։ Հայտնվում է մեկ ու ասում ես եկել եմ, քեզ այդ վիճակից փրկեմ։ Ես եկել եմ քեզ այդտեղից հանեմ։ Ես եկել եմ, որ քանդեմ են գործերը, որ սատանան քո կյանքի մեջ քո ծնված օրից կառուցել է։ Ես եկել եմ դա քանդեմ։ Ամեն նա դրա համար է հայտնվել։ Ուժեղ է, չէ՞։ Նա քանդելու պրոցեսը կարակ պատկերացնել։ Հա։ Մենք մի բան որ ուզում ենք քանդենք, սենց վերցում ենք ինչ որ բաներ, խփում ենք, քանդում ենք եւ այլն, չէ՞։ Բայց իրա քանդելը մի քիչ այլ է։ Ասում Արսեն, ես քեզ հնարավորություն եմ տալիս իմ խաչելությամբ, բառերից ուշադրիր լսիր։ Դու իմ եթե ես չխաչվեի, դու այդ հնարավորությունը չէիր ունենա։ Բայց ես հայտնվել եմ, խաչվել եմ, հարություն եմ առել, ու դու այդ հնարավորությունը ունես հիմա հավատքով վերցելու այն ինչ որ ես քո համար արել եմ, եւ այդ հավատքը քո կյանքի մեջ սատանայի գործերը քանդել։ Ես հավատում եմ իրեն։ Ամեն քանի հոգի կան, որ կարող ասի իմ կյանքում չի եղել սատանայի գործ, տես մարդ չկա։ Ով ասի չի եղել, չի հասկանում։ Սուրբիցն ասում է, ով որ ասի մեղք չեմ գործել, Աստծուն ստախոս է դարձնում։ Ոնց է ստախոս դարձում, որտեղ Աստված ասել է բոլորը մեղավոր են։ Աստված ասում է բոլորը մեղավոր են, մարդ ասում է ես մեղավոր չեմ։ Դու Աստծուն դարձնում ես ստախոս։ Աստված ասում է բոլորը չար են, եղել, անցյալով խոսակ։ Բոլորը չար են, ես ասում չէ, ես չար չեմ, ես Աստծուն այլ լեզվով Աստծուն ասում եմ դու սուտ ես ասում։ Դա ինչ չի վերա, չէ, բոլորը չար են, բոլորը սատանայի գործերի մեջ են եղել, բոլորը գերի են եղել և Աստծո որդու հայտնվելով բոլոր մարդիկ հնարավորություն ունեն սատանայի ճիրաներից ազատ ապրելու և սատանայի գործերը իրանց կյանքերի մեջ քանդված
տեսնելու։ Ով ուզում ազատ ապրի, ես։ Ով ուզում սատանայի գործերից ազատ ապրի։ Սա շատ լուրջ բան է, դուք անկեղծ եմ, սա այնքան լուրջ է։ Ով որ չի կարում ասի ես կամ ձեռք չի բարձրացնում, միգուցե նա չի հասկանում իր իրականությունը կամ ինչ են արել իր համար։ Բայց նա հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի։ Այս խոսքը արա լոզունգ քո համար է սա։ Այս խոսքը այսօր օրվա մեջ մի քանի անգամ ասա Աստծո որդին հայտնվել է, որ սատանայի գործերը քանդի։ Ամեն։ Ես խոսալու եմ այսօր շատ մի հատ հետաքրքիր եւ միգուցե մի քիչ որ sense խորտ մեր մտքի համար թեմայի շուրջ վերնագիրն այսպես եմ դրել։ Քո սրտիդ ածյանից դուրս հանիր մարդկանց։ Գիտեք, ամեն մարդ իր սրտի մեջ ածյան ունի։ Ով գիտի ածյան ինչ է։ Դատարան։ Կա չէ առաջին ածյանի դատարան։ Բաղինակ եղբայր, ճիշտ եմ ասում, առաջին դու իրավաբան ես։ Առաջին ածյանի դատարան։ Ամեն։ Բայց գիտեք կա վճռաբեկ դատարան։ Հաստատի, որը բեկանում է առաջին ածյանի օրինակ, չէ՞։ Կայացրած վճռը։ Գիտես մարդու սրտի մեջ դատարան կա ածյան։ Ով ում սրտով մի բան չի անում, այդ մարդը իր սրտով չարած մարդուն բերում է իր սրտի ածյանի մեջ սկսում է գդակարել։ Անկախ նրանից այդ մարդը ճիշտ արել, հասկանալ եմ ասում։ Անկախ նրանից այդ մարդը ճիշտ արել, թե սխալ, ես ցույց եմ տալու Սուրբ Գրքով։ Այնքան ճիշտ արարքների համար են ինձ ու քեզ քաշել մարդիկ իրանց սրտի ածյան։ Աստված քեզ օրհնում է, մարդիկ նախանձում են, քեզ քաշում են իրանց սրտի ածյան, սկսում են քեզ վիզիտ կտրել։ Աստված քեզ բարձրացնում է, մարդիկ դեմ են ելնում, իրանց սրտով չի։ Քեզ տանում են իրանց սրտի ածյանը, սկսում են այնտեղ քեզ դատել, դատավճիռ կարդալ քո համար։ Բայց Աստված ասում է, ես ուզում եմ, որ դու քո սրտի ածյանից բոլորին դուրս հանես։ Քո սրտի ածյանում դատարանում, այսինքն ոչ մեկը չլինի, դու պետք է ազատ ու մաքուր ապրես։ Քանի հոգի կան, որ իրանց կյանքում ունեն մարդիկ, որ այդ մարդիկ անընդհատ բաներ են անում, որ իրանց սրտով չի։ Մի մախեցի։ Քանի հոգի կան, որ իրանք են բաներ անում, ուրիշի սրտով չէ։ Բնականաբար, չէ՞։ Բայց մեր ածյանները պետք է մաքրվի։ Այսօր որ խոսանք վերջում աղոթենք, ես հավատում եմ, որ դու քո սրտի ածյանում լիքը մարդ ես ստենալու այսօր։ Ու արդեն տեսել ես, որտեղ միտք առան ինչի մասին է։ Բայց պետք է աղոթենք, որ այդ ածյանները մաքրվի։ Բավական չի ուրիշի համար վճիռ կարդաս։ Բավական չի սրտիդ մեջ ուրիշի բերես, դատես, բավական չի նստես դատավորի աթոռին, Արսեն ջան, եւ մեղադրյալին կանգնեցնես ամբիոնի մոտ, հարցեր տաս։ Դու հարցեր տաս, դու պատասխանես, դու իրան սխալ անես եւ իր համար դատավճիռ կարդաս։ Բայց միջև որ կհասնենք ստե, մի երկու բան ուզում եմ մի քիչ այլ թեմայից ասել Սուրբ Գրքից։ Ելից 8:15-ը կգցես, Անահիտ ջան։ Ուրեմն մի կարճ պատմությունը պատմեմ, որպեսզի ավելի հասկանալի լինի սիրելի։ Ահագին լուրջ բան եք խոսում այսօր, խնդրում եմ ուշադրությունդ լարես։ Ուրեմն այս Ելից 8-ը պատմությունն է մի բանի մասին, ովքեր չեն կարդացել Աստվածաշունչը, ասեմ։ Սա այն հատվածներն է, որտեղ Իսրայել ժողովուրդը Եգիպտոսի մեջ գերի է, հրեաները այսօրվա։ Եգիպտոսի մեջ գերի էին, այն որ հետում եք հանգստանալու Եգիպտոս, այդ Եգիպտոսի մեջ գերի էին եւ Աստված որոշեց կամ որոշել էր արդեն իրանց այդ Եգիպտոսի ստրկությունից, գերությունից դուրս հանելու եւ Եգիպտոսի փարավոնը, որը սատանայի խորհուրդն է Աստվածաշնչում, ոչ մի կերպ չէր համաձայնվում հրեա ժողովրդին, որը հավատացյալների խորհուրդն է, իրանց Եգիպտոսից, այսինքն Եգիպտոսն էլ աշխարհի խորհուրդն է, իրանց Եգիպտոսից ազատ արձակելու, որ գնան Աստծուն պաշտեն, ասում էր չէ, մնաք ստե ստրուկ,
Սատանայի ուզածն ինչ է փարավոնի, որ մարդը հավատացյալը մնա ստրուկ։ Աստծո ուզածն է, որ մեզ ազատի, Աստծո որդին հայտնվել է սատանայի գործերը քանդի։ Մեզ ազատի, ամեն, ասա ամեն։ Մեզ ազատի դուրս հանի ու տանի են խոստացված երկիրը, այն օրհնությունները, որը ինձ ու քեզ ասում է։ Եվ Աստված ասեց, ես 10 հատ հրաշք եմ անելու, պատիժ հրաշք։ Հրաշքը պատժի տեսքով։ 10 պատիժ հրաշք եմ անելու Եգիպտոսի վրա, որպեսզի ձեզ ազատ արձակի, որտեղ ինքը չի թողելու, որ դուք ելնեք։ Սատանան ոչ մի կերպ համաձայն չի, մարդը իր գերությունից ազատվի։ Սատանան ուզում է մարդիկ մնան գերի, ստրուկ իրա։ Մեղքերի մեջ, կապանքների մեջ, անեծքների մեջ, չգիտեմ, վատ բաների մեջ, բայց Աստված ասում է, ուզում եմ քեզ ազատեմ, ես քո համար ծրագիր ունեմ, ամեն։ Պատմում եմ շատ կարճ, որ ովքեր չգիտեն իմանան ինչի մասին է խոսքը։ Ինձ ինչն է դուր գալիս այս պատմության մեջ, որ մի քանի օր առաջ իմ հետ խոսացել է Սուրբ Գիրքը։ Ասում է, կարդում եմ այս հատվածը, ասում է, տենում ես Արսեն։ Ուրեմն, Ահարոնն ու Մովսեսը երկու աղբեր էին իրանք։ Երբ որ իրանք եկան փարավոնի մոտ մտան, որ փարավոնի հետ խոսան, Աստծո ուղարկած լինելով, Աստված էր իրանց ուղարկել, Սուրբ Գիրքը ասում է Մովսեսը 80 տարեկան էր, Ահարոնը 83։ Ահարոնը 3 տարի մեծ էր Մովսեսից, եթե չեք հավատում, Ելից 7-ը բացեք կտենաք իրանց տարիքները։ Ով քանի տարեկան էր փարավոնի մոտ մտնելու պահին։ Ասում է եւ Աստված ասեց, Աստված խոսում էր Մովսեսի հետ, ու Մովսեսին ասում էր ինչ ասում եմ, Ահարոնին ասա, որտեղ իշխանության գործադրողը Ահարոնն է լինելու։ Ասում էր Ահարոնը քո մարգարեն է, ես Ահարոնին քեզի մարգարե եմ տվել, երկու աղբեր էին։ Եվ ասում է մտան փարավոնի մոտ, հիմա ասում են ժողովրդին արձակի, որ գնան գերի են, մոտ 3 միլիոն ժողովուրդ։ Փարավոնն ասում է չեմ արձակում, իրանց չեմ թողում։ Աստված Ահարոնից ասում է, Ահարոնը կարճ ասեմ, էլի, որ երկար չխոսամ, ասում է գավազանը կգցես, գավազանը կդառնա վիշապ, օձ։ Հրաշքա։ Ահարոնը գավազանը գցում է փարավոնի առաջ, պալատում գետին, իր այդ ձեռի գավազան գիտեք ինչ է։ Գավազանը դառնում է օձ, վիշապ, ասում է փարավոնը կանչեց իր կախարդներին, մոգերին, թուղթ նայող, գիր նայողների, սատանայի ծառաներին, ասում է իրանք էլ նույն բանը արեցին, իրանք էլ գավազանները գցին, իրանց գավազանն էլ դառնավոց, բայց Ահարոնի գավազանը բոլոր գավազաններին կուլ տվեց։ Սա խոսում է Աստծո մեծության, Աստծո զորության մասին, ամեն։ Հետո գալիս է մի հատ ուրիշ բան, որ պիտի անեն, ասում է, կարճ եմ ասում է, գնա սենց արա, օրինակ, գավազանը խփիր Եգիպտոսի ջրերին, բոլոր ջրերը կդառնան արյուն։ Ասում է փարավոնը իր կախարդներին կանչեց, իր կախարդներն էլ կարեցան այդ նույն բանը անեն։ Հետո ասում է, ասեց, որ թող խփի գետին գործեր կհրնեն, գործեր, ամբողջ Եգիպտոսի տարածքը գիտեք ինչքան է, 1 միլիոն քառակուսի կիլոմետր, 33 անգամ, 34 անգամ Հայաստանից մեծ է։ Ասում է ամբողջ երկրի երեսին գործեր էին հելը Եգիպտոսի։ Աստված պատժում է, որ իր ժողովրդին արձակեն։ Հասկանեք Աստված ինչքան մտահոգված է քո համար։ Ինչքան է քեզ սիրում, ինչքան է ուզում, որ դու սատանայի գործերից, սատանայի ճիրաներից ազատ լինես։ Աստծո որդին հայտնվել է սատանայի գործերը քանդելու համար։ Ամեն։ Մինչև երրորդ հրաշքը կախարդները գալիս են Մովսեսի Ահարոնի հետ։ Նույն բանը անում են։ Այդից հետո այդ ինչ որ անում են, այդ կախարդները չեն կարող անել։ Դզում է քեզ էսի թե չէ։ Ամեն դուրդ գալիս է թե չէ։ Գիտեք մի հատ ուրիշ բան ինչն է շատ ուժեղ։ Գիտեք ինչ ասում։ Ինձ ինչը շատ գրավեց այդտեղ, որ կախարդները նույն բանը արեցին, մի քանի հատ 3 հատ նույն բանը արեցին, բայց փարավոնը կախարդներին մոգերին չէր ասում սրանց վերացրեք, Ահարոնին էր ասում սրանց վերացրեք։ Այսինքն նրանք անում էին, բայց չէին կարող անեց անեին, որ դրանք գնան, որ դրանք անհետանան։ Մեկը կա, որ իմ ու քո կյանքում ամեն բան անկախ նրանից մոգից ուշադրեք լսիր, մոգից է եկել, կախարդից է եկել,
դժոխքից է եկել, որտից է եկել, ինչ որ եկել է իմ ու քո կյանքի մեջ, Աստված է, որ կարա քանդի եւ մաքրի եւ սրբի եւ ազատագրի եւ հեռացնի իմ քո կյանքից, ինչ ոչ մեկը չի կարա։ Ամեն։ Մարդիկ խնդիր են ունենում, հոգեկան, մտային, վախեցած եւ այլն, գնում են կախարդի մոտ, նայողի մոտ, բաժակ նայողի մոտ, թուղթուկիր արողի մոտ, չգիտեմ, հազարումի կախարդներ կան, գնում են իրանց մոտ, որ ինքը էդի անցկացնի, նա չի կարող անցկացնել, նա անցկացնող չի, նրանք անցկացնող լինեին, փարավոնի պալատի գործերին կանցկացնեին, նրանք անցկացնող լինեին, արյուն դարձած ջրերը կմաքրեին, նրանք անցկացնող լինեին, հազարումի բաներ կանեին, բայց նրանք չկարողացան, հասկանում ես, միտք առնում ես, ինչ եմ ասում, չկարողացան անել ու չեն էլ կարալու, բայց նայեք սա ինչ ա գրած։ Երբ որ Ահարոնը իր գավազանը մեկնեց գործերը գնացին, ասում փարավոնը նայեք այս բառը։ Ասում փարավոնը տեսավ որ դյուրություն եղավ, այսինքն հեշտություն եղավ, այսինքն մի վայրկյանում իր կյանքի պրոբլեմը անցավ, իր խնդիրն անցավ, ասում իր սիրտը նորից կարծրացրեց եւ ասեց չէ, ժողովրդին չեմ թողելու։ Քանի հոգի կան, որ իր հարցը վարկանական լուծվել է կամ կարալուծվի, բայց կներեք այս բառես համար, իր վեճ։ Գիտեք, մարդիկ մտածում են, որ մի բանը իրանց հեշտ է տրվել, ես շատ եմ մտածել սրա մասին, ու ինքս ինձ դաս եմ տվել։ Ասում, երբ որ մարդկանց մի բանը, կարևոր բանը դու իրանց հեշտությամբ ես տալիս, շատ հեշտ ձևով է տրվում իրանց, ինքը դրա արժեքը չի հասկանում։ Ինքը դրա ղադերը չգիտի, որտեվ շատ հեշտությամբ դու բերիր տվիր իրան հետի ու ինքը ասում է հենց այդպես պետք է լիներ, բա ոնց։ Նորից իր սիրտը կարծրացնում է, հասկանում ենք իրար ու չի թողում։ Բայց կարևոր արժեքները ես քեզ խորհուրդ եմ տալիս հիմա, ինձ էլ հետը տուն եմ տվել ինձ խորհուրդ։ Կարևոր բաները հոգևոր կրնի թե նյութական հեշտությամբ մի տվեք մարդկանց։ Նրանք դա անարժեք են ընկալելու։ Նրանք դա անարժեք են հասկանում, որովհետև իրանց շատ հեշտությամբ տրվավետի ու իրանք չեն հասկանալու, իրանց սիրտ ավելի է խստանալու։ Չմտածեք, որ դուք մարդկանց համար հեշտ ու լավ բան եք անում, նրանք ձեզ սկսելու են սիրել, չէ։ Այդպես չի, լուրջ եմ ասում։ Կարևոր արժեքավոր բաները մի քիչ մարդկանց համար ձեր կողմից մի քիչ թողեք անհասանելի լինի։ Մի քիչ ցած թողեք մարդը ուզենա, մի քիչ ինքը գա, մի քիչ ինքը չարչարվի, մի քիչ ինքը ցանկան գիտակցի, որպեսի դատարկվի իրան, որպես ինքը դրա արժեքը հասկանա։ Հիմա ասում շատ հեշտությամբ եղավ էդի նորից ինքը իր սիրտը խստացրեց։ Մի հատ 19 խոսքը կգցես Անահիտ ջան։ Ասում եւ մոգերը փարավոնին ասին, «Էսի Աստծո մատն է»։ Ինձ դուր է գալի, որ կախարդները, հալելույա, մոգերը, սատանայի ծառաները հասկանում են, որ սա Աստծո մատն է։ Ասում են, գիտեք, դա ինչ է նշանակում, մենք էլ իզորու չենք Ստեփան անելու, սա Աստծո մատն է։ Ամեն։ Այո, դևերը հասկանում են, որ Աստծո մատն է քո կյանքում աշխատում։ Աստծո մատն է քո կյանքում գործում, Աստծո մատն է քո տան վրա, Աստծո մատն է քո ծառայության վրա, Աստծո ձեռքն է քո կյանքի վրա, քո սերունդի վրա, եւ դևերը դա հասկանում են, սատանան հասկանում է, մոգերը, կախարդները հասկանում են եւ փարավոնին ասում են, «Այսի Աստծո մատն է, մենք ստե ստոպ եղանք, էլ ստից ենքով չենք կարող անցնենք, մենք էլ ոչինչ չենք կարող անենք»։ Աստծո մատն է խառը, սիրում եք Աստծո մատը։ Հիշում եք Հիսուսն ասում էր, ես Աստծո մատով եմ դևերի խառը։ Ես կանչում եմ սա Աստծո մատը։ Աստծո մատը խառն է։ Թույլ տուր քո կյանքի այն տեղերում, որտեղ Աստծո մատը չի խառնվել, թող դու Աստծո մատը տեղ խառնի։ Հենց խառնվավ, ոչ մի բան չի մնալու տեղ։ Վատ բանի նկատել։ Հենց խառնվավ, կտենաս ոնց է կյանքդ փոխվում, ավելի ու ավելի, լավ խոսք է, սա Աստծո մատն է, սիրում եմ ես խոսքը, սա Աստծո մատն է, գիտես, երեք խոսում ենք միտեղ,
ասում եմ, քո հարևանը հասկանա թե չէ, քո տան անդամը հասկանա թե չէ, քո բարեկամը, քո հետի մարդը հասկանա թե չէ, ինչ կա քո վրա։ Սատանան դա շատ հավատ է։ Նա տենում ու հասկանում, ասում, այս մարդու վրա Աստծո մատը կա, այս մարդու վրա Աստծո հոգին կա, ինքը տենում ով ես դու։ Ամեն։ Հանգիստ եղիր, հանգիստ, Աստծո հետ, միաբան, սիրով, ջեր, առաջ գնա, աղոթքի կյանքի մեջ, խոսքի մեջ, ավետարան կարդալու մեջ, եկեղեցում մարդկանց հետ, քո ծառայության մեջ, մի վախեցիր, Աստծո մատը խառն է քո կյանքում։ Աստծո օրհնությունը քո վրա է։ Ամեն։ Եվ որտեղ որ Աստծո մատը խառն է, դևերը այդտեղ անելու ոչինչ չունեն։ Մի եղբայրը պատմում էր, եթե չեմ սխալվում, Ջիմի Սվագերտն էր, տարիներ առաջ եմ լսել, դա շատ գերմանացի մեծ ավետարանիչ քարոզիչ։ Ասում է պարկած էի, քնած էի իմ սենյակում, ասում է դուռը բացվավ, սատանան մտավ ներս։ Ասում է ինձ կառավաթով վերցրեց, մահճակալով, սատանան, ասում է տարավ դրեց սենյակի այն մյուս պատի մոտ։ Ու ասում է ուզում էր գնա, աղոտ եմ հիշում, բայց միտք չեմ փարթի։ Ասում է ուզում էր գնար, ասեցի սպասի։ Արի մի հատ հետ կառավաթը դիր տեղը, չեմ ան, մեր ինչ ասել արանքով։ Ասում է եկավ, ես խոսում եմ իշխանության մասին, որ ոնց են դևերը հնազանդվում։ Բայց հիմա կարող ասեք, բա Ջիմի Սվագերտի նման մարդու կյանքում սատանան ինչ գործ ուներ գալ կառավա, Աստված թույլ էր տվել։ Ինչ-որ մի բան։ Ասում է եկավ տարավ դրեց տեղ, ասում է նորից ենթում էր, ասում է դուռը բացեց դուրս գա, ասում սպասի, հետ արի, ասում Լույսը անջատի նոր գնա։ Ասում է Լույսը անջատեց գնաց ասում է։ Ասում է շատ հանգ, ասում է մի օր ես ինչ տեղի ունեցավ, ասում է սկսամ լեզուներով աղոթել, ուշեղ ասում է գիշերը անկողնում լեզուներով աղոթք եմ անում, ասում եմ սատանա լսում ես։ Պատասխան չկա, ասում ես հասկացա, որ նա տարածքում էլ չէր։ Ամեն, մի հատ Հիսուսի ծաղկարի։ Սա ռեալ իրական կյանք է։ Սա իրական է, ուզես թե չուզես, քո ճակատին գրած Աստծո որդի։ Դու համարակալած մարդ ես Աստծո կողմից։ Հիսուսն ասել է, քո բոլոր մազերը հաշված են։ Քո մազերից մի հատ չի կորելու։ Ես քո կյանքի ամեն ինչը գիտեմ։ Կապ չունի, քյաչալես թե իմ նման սենց սպիտակ։ Բոլոր մազերդ հաշված են Աստծո կողմից։ Սա խոսում է նրա մասին, որ նա իմ ու քո կյանքի ամեն ինչը գիտի։ Այսինքն քո մի մազ աննշան մազն անգամ Աստծո վերահսկողության տակ է։ Ամեն։ Հասկանում ես։ Լավ է թե չէ։ Երեք ասում եմ, անենց պապա ունեք։ Անք ոչ չեք կարող իրան հասկանանք այդքան։ Անենց տեր ունեք, անենց Աստված, բայց չեք կարող իրան հասկանանք ոնց որ պետք է։ Դա իր սիրտ ուրիշ ձևի է։ Ամեն։ Բայց փոխանակ, հայերեն ասած փոխանակ, ուզենանք Աստծուն ճանաչենք և ազատ ապրենք մարդկանցից, մարդկանց բերում դնում ենք մեր սրտի ացյանի մեջ։ Ես սրտոնց նորից աղոթելու եմ այսօր, որ մեր ացյանները քանդվի։ Մեր գատարանները սրտի քանդվի։ Գիտես, ես սա խոսում եմ, որ քո մոտ միտք առաջա։ Գիտես քո սրտի ացյանում օրեկան քանի հոգի են դատում։ Քո կողմից, դու ես դատավորը։ Բայց իրականում դրա հետև սատանան է կանգնած։ Ուղղակի քեզ օգտագործում է քո սրտի ացյանում մարդկանց դատելու համար։ Գործ Առաքելոցում մի պատմություն կա։ Դեռ չգցես։ Գործ Առաքելոցում մի հատ պատմություն կա։ Երբ որ Պետրոսն ու առաքյալները քարոզում էին, ասում են իրանց տարան ացյանը, կարճ պատմեմ, հետո նոր այդ մի համարը որ տենանք։ Ասում են իրանց տանում դրին ացյանը։ Ասում է ացյանում իրանց սկսան հարցաքննել։ Ինչ ուժով եք անում էդի։ Այս 40 տարվա անդամալույցին ինչ զորությունով եք բժշկել։ Ոնց եղավ, ինչ եղավ, իրանք էլ պատասխանում են, Պետրոսը ինչ է եղել։
Հետո ասում է, շատ նուրբ կարևոր բան եմ ասում։ Ասում է, իրանց երբ որ տեսան, որ շատ խելացի համարձակ պատասխան են տալիս, այն բժշկված անդամալույցներ, որը տե կանգնած է, փաստը կա, չեն կարող բան մեղադրել, ապացույցն է, ասում է, իրանց ատյանից դուրս հանեցին, ասին հելեք դուրս, մենք մի հատ խորհուրդ անենք, հետո ձեզի կկանչենք։ Խորհուրդ արին, ասին, այս մարդը կա, փաստա, չենք կարող մերժենք, բայց եկեք իրանց վախցնենք, որ էլ Հիսուսի անունով չքարոզեն։ Ընդեղ մի հատ բառ կա գրած, ասում է, որպեսզի չտարածվեն։ Ինչ է դևի ուզածը սատանայի, որպեսզի հավատացյալի կյանքը չտարածվի, որպեսզի հավատացյալի կյանքը չորսնվի, որպեսզի մարդիկ չավելանան, չշատանան, չփրկվեն, ինչքան հնարավոր է շատ մարդ մնա իր տիրապետության ու գերության տակ։ Դա է իր ուզածը։ Փաստ կա, ոչինչ չեն կարող անմանալ, բայց տեսեք ինչ ասում, գցի 4-ի 15-ը, 17-ը, ներողություն։ Որպեսզի ես պատմությունը պատմեցի, որ իրանց արդեն ատյանից հանել են դուրս դրա համար։ Որպեսզի ավելի չտարածվի ժողովրդի մեջ, սաստիկ սպառնանք, որ այլևս այդ անունով չխոսեն մարդկանց ոչ մեկի հետ։ Հիմա նայեք։ Շատ դրսի։ Եղել է քո կյանքում, հաստատ եղել է։ Դու 100%-ով գիտես, որ դիմացի մարդը ճիշտ է ու ճիշտ անում ու ճիշտ ասում, բայց մեկը քո սրտով չի դու իրան տարել ես ատյան։ Ոչ մի փաստ հակափաստարկ իր դեմ չունես, որ ինքը սխալ բան անում։ Բայց քո ներսի նախանձն ու չուզենալը, բայց որ իրան չես կարող կուլ տաս, այդի ստիպել է, որ դեդ մարդուն բերես ատյան։ Լիդիայև անունով մի եղբայր ռուս, ասում է մարդիկ ձեզ ամեն բան կարող են ներել, բացի ձեր հաջողության համար։ Ամեն բանի համար քեզ կարան ներեն, բայց քո հաջողության համար քեզ չեն ների։ Հիմա մարդուն ոչ մի կրկնում փաստ չունես, ոչ մի բան։ Մարդ է դու շշկել, մարդ ազատագրել Պետրոսը։ Հրաշք է եղել 40 տարվա կաղը տաճարի մոտ նստած, հերև ազել է 3-4 խոսքով։ Փաստը կա, բայց մենք իրանց սրտով չի, որպեսզի չտարածվեն, քեզ տանում են ատյան, որ քեզ դատեն ու քեզ սպառնում են, որ դու այդ այլևս այդ անունով չխոսես։ Տենում ես քո սրտի մեջ բարեկամ, հարևան, եղբայր, քույր, ծանոթ, մոտիկ ընկեր, երբ քո ատյանում մարդ կա, եւ դու ես ուրիշի ատյանում։ Եթե դու ես երկուսն էլ իրար հետ չտենաս, ուրեմն ինչ չես հասկացել։ Եթե դու մենակ տենաս եմ, որ դու ուրիշի ատյանում ես եւ զոր ես ներկայանում մենակ, ուրեմն դու ինչ չես հասկացել։ Որտեւ դու համ ուրիշին ես բերել ատյան դատում ես, համ էլ ուրիշներն են քեզ տարել ատյան դատում են։ Բայց մենք այսօր այստեղ ենք միասին սիրելիներ իրարու ասելու, որ մեր ատյանները, մեր սրտի ու մտքի ատյանները պիտի մաքրվի այսօր, դա մարդկանց դատելու համար չի։ Այդ պետք է քանդվի բամբասանքի ատյանը, դատապարտության դատելու ատյանը, նախանձի ատյանը, պետք է քանդվի դրանք, չուզենալու, չկամենալու, չսիրելու ատյանը, այսօր պիտի քանդվի, որպեսզի ես ու դու ազատ ապրենք մեր ներսի ու մտքի ատյաններից։ Ամեն, որտեղ Աստված ասում է քո ներսում պիտի լինի ազատության ատյան։ Գիտես, բոլորս մի ժամանակ գնացել էինք սատանայի ատյանը մեղքի պատճառով։ Ուշադրի լսիր, գիտեք ինչ եղավ, դատավոր Աստված այն չաքուջը մուրճը այսենց խփեց, սեղանին ասեց սրանք բոլորը սրբված, արդարացված են, ազատված են, գնացեք դու։ Ամեն։ Ու այսօր ես ու դու այս նույն բանը պիտի անենք։ Երեք մեկի հետ խոսում եմ, ասում եմ լսի քո համար արա։ Ասում եմ չեմ կարող, ինձ վիրավորել են։ Ասում եմ քո համար արա։ Քո համար ազատիր։
Քո համար ների, քո համար մաքրիր, քո համար սրբի, կապ չունի ով ինչ արա։ Քո համար արա եկի։ Մտքի տացյանի մեջ տեսար մարդիկ։ Չես ուզում իրանց ազատ արձակես, իրանց ձերիքա հետդ քարշ տաս, ասեմ քեզ, իրանք քեզ թշնամի են ու ամեն անգամ իրանք քեզ խանգարել են։ Նրանք հակառակորդ են, խանգարող են Աստծո օրհնությունը քո կյանքում զորավոր ձևով գալու համար։ Նրանք արգելք են, որպեսզի դու օծվես նոր թարմ ու կենդանի յուղով, նրանք արգելում են, բավական է ատյանումդ մարդկանց վիզը կտրես։ Հերիքա ազատ արձակիր այդ մարդկանց։ Հիշում եք անցած կիրակի ամսի 6-ին ինչ ասեցի։ Ասի, որ ես ավելի պիտի սիրեմ, որոշում եմ կայացրել, և ավելի ողորմած պիտի լինեմ։ Սուրբ Գիրքն այդպես ասում, ես իմ վրա աշխատում եմ։ Իմ մեջ ինչ հայտնաբերում եմ, ես իմ վրա աշխատում եմ, չեմ, ես պիտի ավելի սիրեմ, ես պիտի ավելի ողորմած լինեմ։ Ողորմած չլինելը մարդկանց բերել է քո սրտի ատյանը։ Եթե դու մարդկանց բերել ես քո սրտի ատյան ու դատում ես, դու ողորմած չես գտնվել այդ մարդկանց նկատմամբ, որտեղ ողորմությունը նշանակում է այն, որ դու ինչ պատժի արժանի ես, ես դա չեմ տա քեզ։ Լսար ինչ եմ ասում։ Չես հոգնել մարդկանց քո սրտի ատյանում դատելուց։ Չես հոգնել մարդկանց քո մտքի ատյանում դատելուց, իրանց համար դատավճիռ կարդալուց։ Լավ եմ ասում, համաձայն ես իմ հետ։ Պետք է դրանք հեռանան սիրելիներ մեր կյանքից։ Ես դա չեմ ուզում։ Սա այնքան կեղտոտ բան է։ Սա լուրջ արգելք է, կրկնում եմ, քո տանը, քո անձին, քո հոգևորությանը, քո ծառայությանը, քո օծվելուն, քո տարածվելուն, սրանք լուրջ արգելքներ են։ Ասում են նրանց ատյանից հանեցին դուրս, հիմա ուրիշ պահ եմ բացատրում, լսիր։ Հնարավոր է, որ դու մարդկանց ասես, ես քեզ ներել եմ իմ ատյանից, այսինքն այսօրվա տերմինաբանությամբ, իմ ատյանից քեզ հանել եմ դուրս, բայց սրանից հետո սաղ իմ սրտով կանես։ Փաստ չկա, որ հիմա քեզի փաստով դատեմ, բայց իմ սրտով պետք է անես, մեկը այդպես բան չանես։ Հասկանում ես ինձ։ Սա նույն է, որ դու ուղղակի հեռվից մեկին ասում ես, ես իրան ներել եմ։ Բայց հանկարծ թող շշկրվի նորից մի հատ էլ մի բան անի, թեկուզ ճիշտ բան, որը քո սրտով չի, մի անգամից մարդ ես ուղարկելու իրան բերել ատյան։ Միտքդ իրան բռնելի է բերի ատյան ու սկսի դատել իրան։ Սիրելիներ, մարդկանց ես կյանքի մեծամասնությունը, անկեղծ եմ ասում, գնացեք քննեք ձեզ, եթե չեք հավատում։ Մարդկանց ես կյանքի մեծամասնությունը անցնում է մեր սրտի ատյաններում դատ վարելով։ Էսի սենց արեց, ենին ենց արեց, ես ենց չայել, ես ենց ենի սենց, ու սենց ամբողջ կյանքը դետում է, դա փչացնում է քո կյանքը։ Չես ուզում ազատ ապրես, ես ուզում եմ, չես ուզում օրհնված ապրես, չես ուզում այդ դռները բացվեն, մարդիկ եկան, չես հոգնել 50-100 հոգու հետ ապրելուց քո սրտի մեջ։ Մենակ ես բայց սրտիդ մեջ 50-100 մարդ կա։ Սա որ իրանց հետ տալիս առնում ես, կռվում ես, դատում ես, դնում ես քո ուզած տեղը, քո ուզած ձևի ռազմիրատ ես անում, քո ուզած ձևով ես վերցում դնում ամեն ինչը։ Աստված ասում է, ես ուզում եմ քեզ այսօր ազատել քո մտքի ատյանից։ Ես այնքան եմ ուզում էսի։ Այնքան եմ ուզում, որ մեր ներսի մթնոլորտը մաքուր լինի։ Այն որ ասում է, ոչ մեկի հանդեպ թույն չեմ շնչում։ Այդտենց մթնոլորտ եմ ուզում, որ միտքդ լրիվ պարզ է, բաց, պայծառ, սիրտը սաղից ազատ, ոչ մեկի հանդեպ թույն չես շնչում, մաքուր ազատ ապրում ես, անկախ նրանից ով ինչ արել։ Գիտեք, անցած կիրակի, որ ես բեմից ասեցի իսլամից հետո մարդկանց ավելի եմ սիրելու, ողորմած լինելու, հենց այդ իրիկունը ես փորձվա։ Հենց այդ իրիկունը իմ մոտ չի լինում սովորաբար նման բան, որ մարդիկ իմ ներկայությամբ հավատացյալներին հայհոյեն։ Չի լինում այդպես բան։
Վատ բան ասեմ։ Բայց այդ օր եղավ։ Ինքը խոսում է, ես իմ մեջ հասկանում եմ, տես այսօր բեմից խոսում էր, այսի հիմա քո անձը փորձվում է, հիմա այս փորձությունն է, քեզ էլ տենավոր սպանում քեզ։ Եվ ես փորձությունը անցա չեմ պատասխանել իրան։ Բնականաբար, եթե պատասխանել, նույն ձևի չէի պատասխանելու, բայց չեմ էլ ասել, մի հատ հանգիստ մնա, խելոք մնա։ Ասենք ամեն ինչս հերիքում էր այդ բանին։ Այն անգամ են աշխարհիկ են տղավարի ձևով ասեմ, եթե այն հնոս ես միացես կկտցնեի կթռնի։ Շիրազնեցիքին կասեմ այդ ողեր։ Բայց ասեմ, հիմա դու փորձում ես։ Դու պիտի հիմա քո փորձությունը անցնես։ Ու ես անցա այդ փորձությունը։ Գիտեք, հետո ես տեսա, որ ինքը ազդվում է։ Նստած տեղ սենց խփում աուսիս, ասում է հոգուտ հետ եմ խաղում, էլի հանակ եմ անում, ասենց բանում։ Գիտես, ինչ որոշում անում ես, իմ մոտը տենց է, ինչ որոշում անեմ, լուրջ բան, անմիջապես 1000 անգամ ինձ բռնացրել եմ, այդ նույն բանը ինձ պատահում է, չի ուշանում։ Ու ես ասվում Տեր Աստված, ես հիմա պիտի անցնեմ։ Գիտեք, չեմ ամաչում, չեմ վախենում, ընձի բան չեղավ։ Ասեք, ոչ ինչ չեղավ, բայց Աստված ուզում է սիրտդ փորձի, անցած պատգամի համաձայն։ Դու քեզ քո ասածով տոշնի պահում ես, թե չէ։ Ամեն։ Հիմա, ես իրան չեմ դրել իմ ատյանում դատում, անկեղծ եմ ասում։ Որ ուզենայի դատեի իրան, երկու հատ սենց կուլտուրական նախադասություն կասեի, պրծներ կգնար, բայց ես չեմ ուզում իրան դատեմ։ Իմ ատյանի մեջ չեմ ուզում մարդ բերեմ, իմ կյանքի մեջ չեմ ուզում մարդիկ լինեն ավելորդ, ովքեր կխանգարեն իմ աճին հոգևոր, ովքեր կհասկացեք, խնդրում եմ, նրանք ձեր կյանքերին, ձեր հոգևոր աճերին խանգարում են, հեռացրեք իրանց ձեր կյանքերից։ Հիմա եթե ես քո ատյանում կամ հիմա նստած քո ատյանում դատվում եմ, ես քեզ խանգարում եմ, ինձ հեռացրա քո կյանքից։ Տես իմ վրա եմ ասում։ Ես արգելք եմ քո հոգևոր աճին, ինձ քո ատյանից հեռացրա, խնդրում եմ, կուլ տուր ինձ։ Կարեցի կուլ տալի ինձ, ովքեր են կանգնել կոկորդիտ, կուլ տուր այսօր իրանց, ասա հերիկա, զզվացել եմ, չեմ ուզում էր, որտեղ դու խանգարում ես ինձ, իմ ամբողջ օրվա ուշքը, միտքը, կենտրոնացումը քո վրա է, մտքիս մեջ սավոր քո հետ կռիվ եմ անում, զզվցրիր արդեն, չեմ ուզում, գնա, հեռացի իմ կյանքից, ինձ հասկանում ես, ինչ եմ ասում, բոլոր մարդիկ իրանց սրտերում ատյանում են սիրելիներ, և ինչ է սատանայի ուզածը, Սատանայի ուզածը չտարածվելն է։ Անգամ եթե դու ճիշտ ես, որևէ մեկի հետ հարաբերությունների շփումների մեջ 100% ճիշտը դու ես, բայց ինքը կարա քեզ տանի ատյան, որովհետև քեզ չի սիրում։ Ինքը կարա քեզ տանի ատյան, որովհետև նախանձ է։ Ինքը կարա քեզ տանի ատյան, որովհետև քո հաջողությունը չի կարում տանի։ Եվ չի, գիտեք, ուզում է ալի ամենակո հարազատ մարդը։ Եթե նա սատանայով է ղեկավարվում, հեչ կապ չունի ինքով է։ Հասկացան ինչ եմ ասում։ Եթե նրա կյանքում իշխում է սատանան, կապ չունի այդ մարդով է։ Մենք այնքան միամիտ ենք երբեմն ասում ենք, դա էս իմ ընկերն է, էս իմ բարեկամն է, էս իմ քուրն է, էս իմ աղբերն է, էս իմ էս ինչն է։ Ինքը ոնց կարա այդպես իմ հանդեպ լինի։ Ոչ, եթե նա սատանայով է ղեկավարվում, նա հենց այդպիսին է։ Ամեն, եւ մենք իրավունք չունենք այդպես լինելու։ Արձակեք ձեր սրտի ատյաններից, ձեր մտքի ատյաններից մարդկանց ու եկեք իրար հետ, սա ես ինձ եմ ասում առաջինը, եկեք իրար հետ սկսենք ազատ ապրել։ Ամեն, մի հատ ատյան կա և մի հատ դատավոր, իր անունը Հիսուս Քրիստոս է։ Եվ ես ու դու ոչ մի կերպ իրավունք չունենք մարդկանց մեր ատյաններում դատավճիռ կարդալու։ Հասկանում ես ինձ, ամեն։ Պետրոսեն գիտեք ինչ ասեցին։ Ասին դուք ինքները ձեզ նայեք։ Ում է պետք ավելի հնազանդ լինել։ Աստծո ասածն անեք, թե ձեր ասածը։ Որն է ճիշտը։
Բան չես տենում սրա մեջ։ Ինչքան հոգևոր ապրես, այդքան տարբերվելու ես։ Ինչքան Աստծո ասածով անես, այդքան տարբերվելու ես։ Ինչքան Աստծո ասածով ապրես, այդքան մարդիկ, ովքեր որ այդպես չեն ապրում, դու այդքան իրանց դուրը չես գալ։ Բայց հոգ չի, Աստծո մատը քո կյանքում խառնում։ Աստծո մատը քո վրա է։ Ամեն։ Քեզ ու ինձ ոչինչ չի կարող վնասել։ Ոչինչ չի կարող։ Հայտնության մեջ մի հատ համար կա, ասում է, եթե հիշում եք 2:11-ն ա կարծեմ, այդտեղ չկա, Մանայի ջան։ Ասում է, նրանք երկրորդ մահից չվնասվեցին։ Սա մենակ նրա համար չի, որ վերջում ինչա լինելու։ Սա նրա համար է, բայց ում ասում, գիտեք։ Ումը ապրես։ Ասում է, նրանք, որ հաղթեցին, երկրորդ մահից չվնասվան։ Գիտեք, վնասվել գոյություն ունի, որ դու մարդը կարող է մի բանում հաղթական կյանք չապրել, մի ոլորտում, եւ ինքը վնասվի։ Հասկացա՞ր ինչ եմ ասում։ Եթե դու մեղքի վրա որևէ ոլորտում հաղթական կյանք չունես, քո կյանքը չի աճում, պտղաբեր չի, դու հաղթական չես, դու վնասվելու ես հակառակորդից։ Ինչքան ուզում ես գոռա ասա, իմ դեմ ելած ոչ մի բան չի աշխատում։ Ինչքան ուզում ես աղաղակիր, փուչի խոսքը։ Իսկ դու հաղթական չունես, հաղթանակած չես ապրում, դու վնասվելու ես։ Ամեն։ Վնասա տալու քեզ հետին։ Այն մարդիկ, ովքեր քո ատյանում կան, նրանք վնասում են քեզ։ Գիտես, ումը տարել ես ատյան մի հատ բան ասում, չնեղվես, բայց լավա որ նեղվես։ Ճիշտ նեղվես էլի։ Գիտես, ումը տարել ես ատյան, ինքը քեզից ուժեղ։ Հասկացա՞ր ինչ եմ ասում։ Չես կարացե հարցերը լուծես, սենց, իրան տարել ես ատյան։ Հասկանում ես, չէ ինչ եմ ասում, արձակեք մարդկանց, ապրեք հանգիստ, եկեք ապրենք ազատ, բամբասանքից ազատ, դատապարտությունից ազատ, նախանձելուց ազատ, վատ բաներից ազատ, ազատ ապրի, Աստծո մատը թող գործի իմ ու քո կյանքում։ Ես ուզում եմ ասեմ, որ սատանան այսօր բոլորիդ համար թող ասի։ Այսի Աստծո մատն է իր կյանքում։ Մենք չենք կարող։ Մի հատ բան ասեմ քեզ։ Մի հատ բան ասեմ։ Հունվարի 6-ին անցած։ Ես բեմի վրա քարոզում եմ։ Իմ կյանքից եմ օրինակ վերում։ Մեր հասուլը, իմ թորնիկը, ընդեղ վատանում է։ Բավականին վատանում է։ Կարծում եք պատահական, հա։ Կարծում եք բան, հա։ Ամեն։ Ինչ որ մի բան փորձում անի, բայց չի կարող։ Մի անգամ, երկու անգամ պատմել եմ սա, հիմա հիշեցի նորից։ Մեկի համար աղոթում էինք տարիներ առաջ, այս կինը սենց ընկել էր գետին, աղոթքի ժամանակ ու եթե չեմ սխալվում Գայանը կամ Օսանը կարող անտեղ լինել։ Եվ ընկել էր ոտերից տակ ու իրա գալարվում էր օծի նման ու իրա ձեռով, իրա լեզուն բռնում էր սենց պռոշներով իրա։ Ուզում էր սենց եթե ճարելն է սենց կպոկեր կհաներ։ Ինքը ազատագրված էր որը։ Սենց շալվարս քաշում էր, ես ասում եմ շալվարս կճեղի ես է, ես շալվարս սենց քաշում եմ, չգիտա եթե դևը բռնել էր։ Իրա ազատագրության օրն էր այդ օրը։ Ու գիտեք ինչ էր ասվում, հիշում եք։
Հեսա տես ընտանիքիդ ինչ եմ անելու։ Այն վաղ տել են 4-ից ծնված էլ չէր։ Հեսա տես երեխեքիդ ինչ եմ անելու։ Հեսա տես սենց վախացնում է սատանան։ Որ վախենաս էլ չանես։ Անցել է մոտավորապես 20 տարի։ Մի հատ էլ երեխա ունեցանք։ Ոչինչ չեղավ։ Չել կարա լինի։ Որովհետև Աստծո մատը խառն է իմ ոգիը։ Որտև Աստծո մատը մեր վրա է։ Ես հանգիստ եմ, ես հասկանում եմ, որ դու ստեղ քանդում ես մարդկանց կյանքում բաներ իրանով, ինքն էլ սենց չանչերը գցում է, կարող է պահի տակ մի բանի կպնի։ Եվ շատ ժամանակ չի էլ կպնում, բայց լինում է, որ կպնում է։ Հիշում եք մի անգամ ասել եմ, ձեր կյանքում կան մարդիկ, որոնցից դուք ժամանակին ուժեղ ազդվել եք, իրանք ձեր համար ավտորիտետ են եղել։ Պետք է կարա լինի աղբերդ, պապատ, մամատ, ես դրական առումով եմ ասում, ինչ որ մեկը ընկեր եւ այլն, էլի իրանք լուրջ իմ կյանքում եղել են այդպես մարդիկ, որ իրանք իմ համար ազդեցիկ են եղել, ազդվել ես, կարող է մեկի հայացքից ազդվես, մեկի կարծիքից ազդվես, չէ՞։ Օրինակ մի բան ուզենաս անես, մտքիդ գա, չէ, Արմենին էսի դուր չի գա։ Արմենի կարծիքը էս սրա հետ համաձայն չի ու դու ազդվես էդ իպես չանես։ Կան չէ տես բաներ։ Բայց հիմա չկա։ Այդ մարմնավոր բաներից չկա։ Ես ունեմ հոգևոր մարդիկ, որոնցից պետք է ազդվել։ Բայց ես հիմա այդ նույն հայացքը քո վրա չի ազդում։ Այդ նույն խոսքը իրա դիրքը բան ոչ մի բան քո վրա չի ազդում։ Գիտես խի։ Որտեվ նա ինքը չի փոխվել, ինքը էլի է սենց անում քեզի։ Սենց անում էլի, որ քեզ կպնի։ Բայց դու որ առաջ ես գնացել, պոկվել ես, Աստված բարձրացրել է քեզ, տարել է։ Իրա ձեռը քեզ չի հասնում։ Ինքը մնացել է ընդ դու գնացել ես, իրա ձեռը քեզ չի հասնում։ Իրա հայացքը քո համար ազդող չի։ Իրա կարծիքի ձայնը քո մեջ, որ օրը 10 անգամ վերցում դնում ես մի հատ կարևոր հարցի շուրջ, տենաս, այս մեկը ինչ կասի բա այս հարցի համար, էսի ոնց կանի։ Էլը իրական ու կարևոր չի, որտեղ դու այդ ամեն ինչով անցել ես։ Իրա ձեռը գիտես ի, որովհետև Աստծո մատը քո կյանքում խառնվել է, քեզ տարել է, այն մեկը չի ուզել։ Ինքը մնացել է այդտեղ։ Դա կարա լինի անհավատ, դա կարա լինի հարևան, բարեկամ որևէ մեկը, դա կարա լինի նաև հավատացյալ որևէ մեկը, որ դու պրծել ես իրանից։ Եկեք այսօր էլ պրծնենք լիքը բաներից, որտեղ հոգևոր ամեն հասակի մեջ տարբեր տեսակի ազդեցություններ կա, որոնցից ես ու դու ուզում ենք ազատվենք, ամեն։ Այսօր խնդրում եմ քեզ, կանգնիր ոտքի։ Ատյան, նա լսեք, լսում ես ինչ եմ ասում, սովորաբար են մարդիկ, ովքեր մարդկանց բերում են իրանց սրտի ատյանը, իրանք նեղվածներն են։ Ճիշտ եմ ասում, իրանք նեղվածներն են, գիտեք ովքեր են նեղվածները, ովքեր չեն կարացել տվյալ սիտուացիան հաղթահարել, չեն հաղթել, նեղվել են, աշխարհում են տղերքի մոտ մի հատ սենց խոսք, կարող է կնանիքի մոտ էլ կա, ասում է գցել ես թոքեր է տապեր։ Չի կարացել հաղթի, չէ, չի կարացել տվյալ իրավիճակը հաղթի, գցել է թոքերը։ Այսքան տարել է ներս, ներսում է ուզում վիզը կդրի, որովհետև սենց չի կարացել այդ իրադրությունը հաղթի։ Ես հոգնել եմ այդպես բաներից, ով է իմ հետ հոգնել։ Համարձակ եղեք, մի վախեր։ Ով է իմ հետ հոգնել ատյանում դատ վարելուց։ Ուզում եմ այսօր պրծնենք։ Ամեն։ Աստված քո կյանքում այնքան բան է անում, որ սատանան ասում է, ես դադարում եմ, էլ չեմ կարող անեմ։
Աստծո արածին Արմենի կյանքում էլ չեմ կարա դեմ դնեմ։ Մի 2-3 բան էլ ես արեցի, տեսա որ Աստված մեծացնում է։ Արմենին էլ չեմ կարող իրան դեմ կանգնեմ։ Արցակիր, գիտեք, սատանան հոժարությամբ չի արցակում։ Ուժն է պրծե, ճար չունի, տարբերակ չունի, դրա համար արցակում։ Ամեն